Միջոցն այն մարդկանցից է, ովքեր ամեն պատահարիթով բողոքում են տարեց մարդկանց նյութական ամբարեկեցիկ վիճակից։ Սակայն հիմա, երբ արդեն ինքն է կանգնած նոր կենսաթոշակային համակարգի շեմի, նրա միտքը տոչորող կասկածի որդը ստիպում է քննելու հասկանալ պարտադիր կուտակային բաղադրիչի ողջ էությունը։ Կասայից մեջ էլ հավաքեմ։ Թե չէ, ինչ բազմաստիճան կենսաթոշակային համակարգ, ինչ կուտակային բաղադրիչ, ինչ կենսաթոշակային հաշիվով։ 100%, քո անձնական փողերին ուրիշներն ինչի պիտի խառնեն։ 10 տարի է հավաքում ես, որքան ես կուտակել։ 5, 8, 11 11000 դրամ։ 11000 դրամ։ Դու էլ պրոբլեմ չունես։ Ոնց ես ծախսելու։ Դե մի քանի անգամ վերցրել եմ։ Ծնունդեր, կնունքեր, տեսնում ես։ Լավ, իսկ եթե սկսեմ պարտադիր բաղադրիչով կուտակել ինչքան կլինի։ Արի հաշվենք։ Աշխատավարձը որքան է։ 100,000 դրամ։ Ամեն ամիս պիտի կուտակես աշխատավարձիդ 5%-ը։ Փաստորեն 100,000-ի 5%-ը կանի 5000 դրամ, կստացվի 10000 դրամ։ Ոյ, սա թվամից էլ ատուն։ Բալիկ ջան, 2-ին գումարած 2 ինչ կնա։ Ինչու 10000։ Դու հաշվիդ վրա 5000 ես ուղարկում։ Ճիշտ նույնքան էլ պետությունն է ավելացնում քո հաշվի վրա։ Ո՞նց թե։ Պետությունը կրկնապատկում է։ Լուրջ։ Այո, մինչև 500,000 դրամ աշխատավարձի դեպքում պետությունն ավելացնում է 5%-ի չափով, իսկ դրանից բարձրի դեպքում ոչ ավել քան 25000 դրամ։ Պետության օգուտ էստեղ որն է։ Խելք հավաքի, խելք։ Ձերի պանիրը մենակ թակարդում է։ Մարդկանց ապահով ու արժանապատիվ ծերությունը օգուտ չի։ Փշակախլիցի։ Հա, իսկ ես կարող եմ մինչև թոշակի անցնելը փողերս վերցնել։ Աստված մի արասի, օրինակ, եթե ամբուժելի հիվանդությամբ տառապես, հաշմանդամ դառնաս, իհարկե կարող ես ստանալ, բայց մնացած դեպքերում պետությունը քո ապագա կենսաթոշակը պաշտպանում է նույնիսկ քեզանից, եւ այդ գումարն անձեռնմխելի է մինչև 63 տարեկան դառնալը։ Դա լավ է, թե չէ ես հաստատ ծախսող եմ։ Այդ աղա փողդ ինչի ուրիշին տաս, ախր քո առողջությամբ, քո ներվերով մեկա մինչև թոշակ ստանալը չես ձգել։ Ահա, նախ մեռնող ես։ Ինչ, ով չի ձգի։ Լսես կականից բաղոր հանկարծում։ Կենսաթոշակային միջոցները քո անձնական սեփականությունն են եւ կփոխանցվեն ժառանգներիդ։ Բայց ոնց որ թե սկսում եմ համոզվել, սա լավ բան է։ Այդ աղա հո դու երեխա չես։ Մեն ոչասա էլի եկավ։ Այստեղ ուրիշ բան, ապրես, ճիշտ ճանապարհի վրա ես։